Սիրելի հեռուստադիտողներ, հաղորդման առաջին հատվածն է մեր եթերում եւ այսօր մենք խոսելու ենք լսողության պահպանման մասին։ Սիրելի հեռուստադիտողներ, լսողությունը մեր առօրյակյանքային զգայարանից է, որի կարևորությունը հաճախ գիտակցում ենք այն ժամանակ, երբ այն սկսում է թուլանալ։ Շփումը, աշխատանքը, կրթությունը, նույնիսկ անվտանգության զգացումը շատ ժամանակ պայմանավորված են լսողության առկայությամբ։ Ամեն տարի մարտի 3-ին նշվում է լսողության պահպանման միջազգային օրը, որը սահմանվել է ՀՀԿ-ի կողմից լսողության պահպանման եւ վաղ ախտորոշման կարեւորությունը շեշտելու նպատակով։ Մենք եւս միանում ենք այսօրվա կոչի նպատակ ունենալով բարձրացնել լսողության պահպանման իրազեկությունը։ Այսօր մեր տաղավարում խոսելու ենք լսողության կորստի պատճառների, առաջին նշանների, ժամանակակից ախտորոշման եւ բուժման մասին։ Այս ամենը այսօր մենք խոսենք եւ կպարզաբանենք իմ հյուրերի հետ, ովքեր են նրանք Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի քիթ կոկորտ ականջաբան Անի Հակոբյանը, ողջույն, եւ Երևանի Պետական բժշկական համալսարանի լոր հիվանդությունների ամբիոնի դոցենտ, Նարի բժշկական կենտրոնի քիթ կոկորտ ականջաբան, աուդիոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Գայանե Սարգսյանը։ Բարև ձեզ բժշկուհի։ Շնորհակալ ենք մեզ հյուրընկալելու համար, շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնելուն եւ սկսենք ամենասկզբից, ինչ ուղերձ ունի լսողության պահպանման միջազգային օրը եւ որն է այս տարվա թեման։ Այս տարվա թեման նվիրված է երեխաներին, քանի որ ԱՀԿ-ի տվյալներով ամբողջ աշխարհում 5-ից 19 տարեկան երեխաների շրջանում 90 միլիոնից ավել ծանրալսություն ունեցող երեխաներ կան, եւ այս տարվա ուղերձը այսպիսին է՝ տնից մինչև դպրոց, մինչև դասասենյակ, այսինքն այդ երեխաների համար ապահովենք լավ լսողություն։ Այս տարվա ակտուալ խնդիրներն են պրոֆիլակտիկան, կանխել երեխաների լսողության կորուստը եւ նրանց վաղ հայտնաբերումը եւ ճիշտ վարումը, որպեսզի ավելի լավ արդյունքներ ունենանք։ Հայաստանում արդյոք լսողության հետ կապված խնդիրները բավականին շատ են եւ որ տարիքային խմբերում եք հիմնականում հանդիպում այս խնդրով բուժառուների։ Բավականին հաճախ են հանդիպում, կարելի ասել եւ ավելի հաճախ հանդիպում ենք մեծահասակների մոտ, քանի որ տարիքային փոփոխությունների հետ ունենում ենք լսողական նյարդի եւ փոփոխություններ, որի պատճառով էլ կայուն լսողության պրոգրեսիվող իջեցում ենք ունենում, սակայն հայտնի է նաեւ, որ 1000 նորածին երեխայից 5-ի մոտ հայտնաբերվում է լսողության որևէ խնդիր։ Այնքան ցանկացած տարիքային խմբում մենք ունենք այդ վատ լսողության խնդիրը եւ այդպիսի պացիենտներ։ Մի փոքր խոսենք պատճառների մասին, որոնք են լսողության հետ կապված խնդիրների առաջացման համար ամենատարածված պատճառները։ Տարբեր տարիքային խմբերում տարբեր են։ Եթե վերցնենք նորածնային հասակից, ունենում ենք բնածին ծանրալսություն պայմանավորված գենետիկական, ժառանգական խնդիրներով։ Դրանց միանում են նաև ինֆեկցիաները, շատ մեծ դեր ունի մի քիչ ավելի բարձր տարիքային խմբում նաև տրավմաներն են միանում, որից հետո արդեն աղմկոտ միջավայրում ապրելը, աշխատելը եւ արդեն 50-ից հետո տարիքային փոփոխությունները։ Այսինքն ամեն տարիքային խմբի համար ունենք սպეციფიկ պատճառներ, որոնք ավելի շատ են առաջացնում։ Այլ լսողության նվազումը միշտ հանկարծակի է լինում։ Թե օրինակ ժամանակի ընթացքում, տարիների ընթացքում աննկատ այս process-ը զարգանում է։ Կան հիվանդություններ, որոնց ժամանակ հանկարծակի է լինում եւ լինում են այնպիսի դեպքեր, երբ աստիճանաբար է լինում աննկատ։ Հանկարծակի ծանրալսությունները հազվադեպ հանդիպող հիվանդություններ են, դա հանկարծակի խլության ժամանակ է լինում, լսողական նյարդի սուրնևրիտների ժամանակ է լինում եւ ականջի բորբոքումների ժամանակ աստիճանաբար նաեւ միանում է լսողության վնասումը։ Աստիճանաբար լսողության նվազումը ավելի շատ բնորոշ է տարիքային փոփոխությանը, երբ աննկատ նվազում է եւ վերջում պացիենտը հայտնաբերում է, որ ինքը արդեն վատ է լսում եւ դա իրեն առօրյայում արդեն խանգարում է։ Ելնելով այս ամենից, որ դեպքերում ինչ նշանների դեպքում պետք է արդեն իսկ դիմեն մասնագետի, որպեսզի բանը չհասնի նրան, որ արդեն իսկ ունենանք նման ծանր իրավիճակ։ Պետք է նկատելու դեպքում անմիջապես իհարկե դիմել բժշկի, սակայն ցավոք դանդաղ զարգացող տարբերակների դեպքում այսօրվա դրությամբ չկա որևիցե ապացուցված դեղորայք, որ կարող է կանխարգելել։ Ավելի շատ խորհուրդներ ենք տալիս առօրյայում ինչպես պահպանել լսողությունը, դա բարձր ձայներից խուսափելն է, բորբոքումներ ժամանակ անմիջապես դիմել բժշկի, սակայն այն դեպքերում, երբ որ չենք կարողանում վերականգնել, մեզ միանում են արդեն ժամանակակից տեխնոլոգիաները, լսողական սարքերը, իմպլանտները։ Ինչ տարբերություն կա ականջի բորբոքային հիվանդությունների եւ լսողության կորստի միջև։
Ականջի բորբոքումները սովորաբար սկսվում են ցավային սինդրոմով, որոշ դեպքերում լինում է արտադրություն, հիմնականում ուղեկցվում են սուր ռեսպիրատորի ինֆեկցիաների հետ միաժամանակ եւ հաճախ հետագայում միանում է նաեւ լսողության խնդիրը։ Բայց կան այնպիսի դեպքեր եւ այս ախտանշանները չունենք, բայց ունենում ենք լսողության իջեցում, ինչպես նախքան այս ասացինք, տարիքային փոփոխությունների դեպքում են լինում։ Կարծում եմ շատ կարևոր մի հարցի շուրջ պետք է խոսենք ինքնաբուժումների մասին, որտեղ սա բժշկությունում կարծում եմ ամենահաճախ հանդիպող բարդությունների, պատճառ դարձած այս շարքից է պատկանում, որքանով կարող է վտանգավոր լինել ինքնաբուժումը, որը կարող է բերել լսողության խանգարումների, օրինակ կաթիլների, օգտագործությունից, որը որ իրենց նշանակում են։ Միշտ եթե կա ականջի ցավ կամ որևիցե գանգատ, ցանկալի է, որպեսզի ցավազրկումը արվի ընդհանուր օգտագործման ցավազրկողների միջոցով, դա իբուպրոֆենի, պարացետամոլի եւ այլնի միջոցով, եւ հնարավորինս գանգատի պահպանման դեպքում դիմել բժշկի, որովհետեւ մենք ունենք ականջի կաթիլներ, որոնք շատ լավ իրանք ցավազրկող էֆեկտ ունեն, բուժական էֆեկտ ունեն, բայց ունեն նաեւ հակացություններ, օրինակ թաղանթի պատրվածքի դեպքում չի կարելի, եւ ինքնուրույն օգտագործելը կարող է ավելի բարդացնել վիճակը, դրա համար խորհուրդ չի տրվում ինքնուրույն կիրառել այդպիսի ականջի կաթիլներ, ցանկացած ականջի կաթիլ։ Շատ լավ։ Ինչ կասեք օրինակ ականջաբորբերի մասին, հաճախակի, կարող է արդյոք հաճախակի ականջաբորբը բերել լսողության կայուն խանգարման, անգամ կորստի։ Շատ հազվադեպ, բայց այդպիսի դեպքեր են լինում, նույնիսկ ճիշտ բուժման ընթացքում լինում են դեպքեր, երբ որ սխալ բուժում է արվում կամ բարձի թողվիճակ է լինում եւ բերում են կայուն լսողության խանգարումների, բայց դա ավելի հազվադեպ է հանդիպում։ Մի փոքր խոսենք արդեն իսկ վիրաբուժության մասին, ինչ դերակատարություն ունի վիրաբուժությունը այս խնդիրների լուծման համար եւ վիրահատական բուժումը լսողության վերականգնման մեջ որքանով է արդյունավետ եւ կիրառելի այսօր։ Լսողության վերականգնման համար օտովիրաբուժությունը մեծ դեր ունի, բայց իհարկե այն դեպքերում, երբ որ դա հնարավոր է շտկել, ուստի նախապես պետք է հիվանդը հետազոտվի, այսինքն ոչ բոլոր դեպքերն են հնարավոր վիրահատական ձևով վերականգնել։ Եվ այն դեպքերը, երբ հնարավոր է ուղղակի վիրահատության վերականգնել, դա կարող է թմկաթախանթը վնասված լինի, մեր միջին ականջում ոսկրիկների շղթայում ինչ-որ խնդիր լինի, այդ դեպքում վիրահատությունը շատ լավ արդյունք ունի եւ լսողության վերականգնում ենք ունենում։ Կա նաև վիրահատության մեկ այլ մեթոդ, կոխլեար իմպլանտացիան, դա անում ենք, երբ որ ունենում ենք 4-րդ աստիճանի ծանրալսություն եւ որևիցե լսողական սարք արդեն չի կարող բարելավել լսողություն, այդ դեպքում արդեն տեղադրվում է կոխլեար իմպլանտ, որը վերականգնում է լսողությունը։ Խոսենք նաև մի փոքր կանխարգելման մասին։ Ինչ հետազոտություններ են անցնում երեխաները, որոնց միջոցով կարողանում եք վաղ հայտնաբերել լսողության են խանգարումները կամ առաջին նշանները, որոնք կարող են տանել խանգարման։ Հայաստանի Հանրապետությունում 2008 թվականից իրականացվում են լսողության նորացնային սկրինինգ ծրագիրը, դա պետական ծրագիր է, որտեղ բոլոր ծննդատներում ստուգվում են երեխաները եւ այն երեխաները, որոնք այդ սկրինինգային մեթոդով հայտնաբերվում է, որ գուցե խնդիր լինի, ուղարկվում են հաջորդ փուլ 1 ամսականում, 3 ամսականում եւ վերջինական 6 ամսականում մենք պետք է այդ երեխաներին հայտնաբերած, ախտորոշած լինենք եւ որոշենք, թե ինչ մեթոդով ենք վերականգնում լսողությունը, գնում ենք լսողական սարքերի կիրառմամբ, թե գնում ենք կոխլեար իմպլանտացիայի։ Ինչ է աուդիոլոգիան եւ ինչով է այն տարբերվում լոր մասնագիտությունից։ Աուդիոլոգիան դա գիտություն է լսողության վերաբերյալ եւ այն կարելի է դասել եւ գիտկոկորտ ականջաբանության մեջ եւ որպես սերտ հարագից գիտություն, այն ուսումնասիրում է ներքին ականջի ֆիզիոլոգիան, ֆունկցիան, այսինքն մեր ներքին ականջը լսողության եւ հավասարակշռության օրգան է եւ աուդիոլոգիան ուսումնասիրում է այդ ֆունկցիան։ Ինչ հետազոտությունների միջոցով եք գնահատում լսողության աստիճանը։ Լսողության աստիճանը գնահատելու համար ամենից տարածվածը եւ մատչելիության առումով դա աուդիոմետրիկ հետազոտությունն է, որի միջոցով որոշվում է լսողության շեմը, սակայն այն կախված է պացիենտի պատասխանից եւ ունենք ավելի օբյեկտիվ հետազոտություն, որը կարճատենտ լսողական հարուցված պոտենցիալների գրանցումն է, որը ավելի հավաստի ցույց է տալիս լսողության վնասման աստիճանը։
Այ մեր սեղանին ունենք որոշակի սարքեր, կարծում եմ սրանք լսողության սարքեր են եւ հաջորդ հարցը հենց վերաբերում է սրանց, երբ ենք օգտագործում լսողության սարքերը, արդյոք սրանք վերականգնում են ամբողջությամբ լսողությունը։ Լսողական սարքերն էլ ունեն իրենց ցուցումները, դա այն դեպքերն է, երբ որ մենք ասում ենք վիրահատական մեթոդով կամ դեղորայքային կոնսերվատիվ մեթոդով հնարավոր չէ վերականգնել լսողությունը եւ անհրաժեշտ է կրել լսողական սարք, եւ ժամանակակից լսողական սարքերն այնպիսին են, որ իրանք տեսքով ականջակալների նման կարող են լինել, քանի որ շատ հաճախ են մարդիկ խուսափում կրել լսողական սարք ամաչելով տեսքից, բայց ընդհանրապես ավելի լավ լսել, քան մտածել, որ երևում է ինչ-որ բան ենք կրում։ Իսկ այստեղ մենք տեսնում ենք կոխլեար իմպլանտի խոսակցային պրոցեսորը, սա կոխլեար իմպլանտացիան արդեն ցուցվում է, երբ որ պարզ լսողական սարքերը չեն կարող օգնել, որովհետև հիվանդի մոտ արկա է խորը աշճանի ծանրալսություն, այդ դեպքում արդեն ցուցում ենք կոխլեար իմպլանտ։ Այ ինչպես է անհրաժեշտ օգտագործել եւ խնամել լսողական սարքերը։ Լսողական սարքերի կիրառումը այսպիսին է, հիվանդներին խորհուրդ է տրվում այն հանել քնելուց, լողանալուց եւ օրվա ամբողջ մասը կրել, իհարկե մարդը կարող է ինչպես ակնոցը ինչ-որ մի պահի հանել, դա կարող է իրականացնել, բայց մնացած ամբողջ օրվա ընթացքում ցանկալի է այն կրել։ Լսողական սարքը պահանջում է խնամք, քանի որ այն տեխնիկա է, հնարավոր է խոնավությունից փչանա, պարբերաբար հաճախել մասնագետի, որը կբացատրի ինչպես խնամել, ինչպես այն կարգավորել եւ հարմարացնել մարդու լսողությանը։ Շատ լավ, եւ վերջին հարցս կապված այն անձանց հետ, ովքեր աշխատում են աղմկոտ միջավայրերում։ Արդյոք նրանք պետք է պարբերաբար անցնեն հետեւյալ ստուգումները, հետազոտությունները եւ եթե այո, ապա որքան հաճախ խուսափելու համար որոշակի հետագա խնդիրների առաջացումից։ Այո, մենք գիտենք, որ աղմկոտ միջավայրում աշխատելը բերում է լսողության խանգարումների եւ դրա համար անկախ գանգատ արկա է թե ոչ, այդ մարդիկ տարեկան մեկ անգամ անցնում են աուդիոմետրիա, դա պարտադիր է, բայց եթե կա ականջի աղմուկ կամ գրանցվել է արդեն լսողության որևիցե խնդիր, այդ մարդիկ արդեն տարին 2 անգամ են հետազոտվում, կատարվում է աուդիոմետրիա եւ հսկողության տակ են վերցվում։ Անչափ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ձեզ, որ այսօր այստեղ եք եւ փոխանցեցիք այս չափազանց կարեւոր տեղեկությունները մեզ եւ մեր հեռուստադիտողներին։ Դե ինչ հեռուստադիտողներ, լսողության խնդիրները կարող են աստիճանաբար զարգանալ եւ երկար տարիներ մնալ աննկատ, սակայն վաղ հայտնաբերումը եւ ճիշտ մասնագիտական մոտեցումը հնարավորություն են տալիս կանխել բարդությունները եւ պահպանել կյանքի որակը։ Եթե նկատում եք լսողության նվազում, ականջներում աղմուկ կամ հաճախակի բորբոքային խնդիրներ, մի հետաձգեք մասնագետի դիմելը։ Պարբերական ստուգումները հատկապես կարևոր են աղմկոտ միջավայրում աշխատողների համար։ Հիշեցնեմ, որ մեր հյուրերն էին այսօր Սուրբ Աստվածամար բժշկական կենտրոնի քիթ կոկորտ ականջաբան Անի Հակոբյանը եւ Երևանի պետական բժշկական համալսարանի լոր հիվանդությունների ամբիոնի դոցենտ, Նայիրի բժշկական կենտրոնի քիթ կոկորտ ականջաբան, աուդիոլոգ, բժշկական գիտությունների տեխնացու Գայանե Սարգսյանը։ Իսկ մենք շարունակում ենք հաղորդումը։